Բայց ես Ռուբինա Մարկոսյանն եմ, այսօր հունիսի 7-ն է, ընտրությունները արդեն ընթացքի մեջ են, գրեթե կեսօր է եւ արդեն առաջին նկատելի տարբերություններից այս տարվա ընտրություններին այն է, որ մասնակցությունը կարծես թե բավականին համեմատաբար բարձր է նախորդ տարիների համեմատ, մոտավորապես 14.48% մասնակցություն արդեն գրանցվել է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է այս մասին, մասնակցությունը բարձր է Երևանում, ինչպես նաև առհասարակ որոշ մարզերում, այսօր ընտրությունների մասին, մեր հարցախույզի մասին եւ առհասարակ մինչ այս վարքյանը տեղի ունեցած իրողությունների նշանակության մասին կզրուցենք Նևադայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ներսես Կոփալյանի հետ։ Շնորհակալություն, որ մեր հետ եք նորից, պարոն Կոփալյան։ Շնորհակալ եմ հավաքի համար։ Սկսենք հենց առաջին այս փոքրիկ տվանից, թվից, որ ունենք արդեն որպես փաստ, մի փոքր բարձր մասնակցություն ընտրություններին ակնկալվում էր եւ սա մոտավորապես ինչ ազդեցություն, եթե շարունակաբար մնա բարձր, ինչ ազդեցություն կունենա։ Սկզբից մենք նախատեսել էինք, որ այս տարվա ընտրությունների մասնակցության քանակը կարող է քիչ բարձր լինի, եւ որ հարցումներ արեցինք, բնականաբար հարցումներում մենք նախատեսել էինք 55-ից 60%, որը Հայաստանի համար գերազանցիկ կլինի, որտեղ եթե նայենք անցյալ ընտրություններին, կլինի 18 թվին, կլինի 21 թվին, 50%-ի շեմին չենք հասնում։ Այս տարի հավանականությունը բարձր է, որ կարող է մինչև 52.5 կամ 53%-ի հասնենք։ Դա շատ փոփոխություն չի տալու արդյունքների հետ կապված։ Կա այն տրամաբանությունը, որը տարբեր հետազոտական արդյունքների տարբեր երկրներում ցույց են տալի, որ եթե մասնակիցների քանակը բարձր է, դա ավելի շահապետ է ընդդիմությանը, եթե մասնակիցների տոկոսը ցածր է, բնականաբար դա ավելի նախընտրելի է իշխող կուսակցությունը, որովհետև արդեն իշխող կուսակցությունը ունի իր հզոր ամուր բազան, դրա համար իրենք մասնակցելու են։ Խնդիրը հետևյալն է, որ տոկոսի տարբերությունը, եթե ասենք տեսնենք մոտական 60%-ի, դա ցույց կտա, որ ընդդիմության կարողությունը, որ մոբիլիզացնի եւ այլ ձայներին հավաքի, դե հավանականությունը բարձր լինելու, բայց եթե տեսնում ենք, որ 55%-ի շեմին չենք մոտիկանում, շատ հավանական է, որ այս տարվա արդյունքները կնմանվեն 21 թվի արդյունքներին։ Վերջնական արդյունքները 21 թվի արդյունքներին, երբ որ նաև ընդդիմություն ենք ասում Հայաստանի պարագայում շատ սպეციფიկ է, այստեղ խոսում ենք 3 հիմնական կամ 4 հիմնական կուսակցությունների մասին, մնացած կուսակցությունները գրեթե որպես ընդդիմադիր չեն ներկայանում են որպես որոշ կուսակցություններ։ Երբ որ ասում ենք ընդդիմություն, մենք նկատի ունենք այն կուսակցությունները, որը հավանականություն ունեն, որ այդ շեմին հասնեն եւ մտնեն ազգային ժողով, այսինքն կարող են մրցեն։ Բնականաբար թե մի կուսակցություն 1 կամ 1.5% ապահում, դա չի համարվում ընդդիմություն այս հիմնված այս տրամաբանության վրա։ Այդ առումով մենք նկատի ունենք Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք եւ Բարգավաճ Հայաստան 3 կուսակցությունները։ Հիմա եթե մոտավորապես եթե տեսնենք, որ 55-ից ավել 60%-ի են մոտիկանում քվեարկողների տոկոսը, այնտեղ հավանականություն կա, որ բոլոր 3 կուսակցությունները կանցնեն շեմին եւ կմտնեն ազգային ժողով։ Բայց եթե տեսնենք մոտավորապես 52-53%-ի շեմին ենք, այդ ժամանակ հավանականությունը շատ բարձր է, որ Հայաստան Դաշինքը չի հասնի 8% շեմին, որտեղ իրենք մասնակցում են որպեսի դաշինք եւ Բարգավաճ Հայաստանի հավանականությունը ավելի բարձր լինում մտնել կուսակցություն, որտեղ իրենց պետք է մտնեն ազգային ժողով, որտեղ իրենց միայն պետք է 4%։ Այսինքն սա ինչի է կարևոր, որտեղ այն ձայները, որ Հայաստան Դաշինքը կարող է փոշիացնի, դա առավելություն է տալու քաղաքացիական պայմանագիրին, երբ որ մանդատների բաշխումը որոշվի։ Դրա համար մենք փորձում ենք հասկանանք տոկոսը քվեարկողների մասնակիցների տոկոսը եւ դա ոնց է ազդելու այն կուսակցությունները, որ մտնում են ազգային ժողով կամ չեն մտնում եւ ձայները ոնց է փոշիացվելու։ Ասացիք, որ մի փոքր ավելի բարձր մասնակցություն ակնկալում էիք այս ընտրություններին, ինչի հիման վրա, որովհետև այդ հուսախաբությունը եւ անտարբերությունը նույն մակարդակին էր գրեթե ինչպես որ նախորդ տարիներին 21-ին նաեւ ունեինք պատերազմի հանգամանքը, որը ավելի կարող էր որպես դրթիչ ուժ ներկայանալ մասնակցության, այսինքն առումով, այս անգամ ինչն էր պատճառներից մեկը տեսանելի, որ ավելի բարձր
մի փոքր ավելի Հա, բարձր նայեք, այո, մասնակցություն համեմատած 21 թվականի ընտրություններին նախատեսենք 2.5-ից 3% ավելի բարձր մասնակցություն, դա հիմնված է երկու տարբեր հանգամանքների վրա, օգտագործում եմ ավելի լայն հետազոտական տեղեկությունների արդյունքները, որ ունենք տարբեր երկրներից, երբ որ տնտեսության վիճակը լավ է, տեսնում եք, որ մասնակիցների տոկոսը բարձրանում են։ Այդ առումով Հայաստանի տնտեսական աճը եւ մեր հարցումները սա ցույց է տվել, բնակչության մոտավորապես 46-ից 50%, ասում են, որ տնտեսության վիճակը բարելավել է, միայն երևի 30%-ն են ասում ոչ։ Այդ առումով, երբ որ տեսնում ենք հանրության մեծամասնությունը գնահատում է, որ տնտեսությունը զարգացել է, դա ցույց է տալի, որ հանգամանքներից մեկն է, որ մասնակիցների տոկոսը մի քիչ կբարձրանա։ Երկրորդը, երբ որ նայում ենք 18 թվին եւ 21 թվին, ամեն ընտրությունների ժամանակ տեսնենք 2-ից 2.5% աճ։ Այսինքն հասկանում, որ Հայաստանում այս տրենդը կա, որ ամեն ընտրություններից մի քիչ աճ ենք տեսնում։ ընտրությունների հանդեպ հավատքի կամ ավելի վստահության հետ կապված է, թե Ես կասի ավելի քաղաքական մշակույթի փոփոխության հետ է կախված։ Եթե ասենք անցյալում ասում եք ես անտարբեր եմ քաղաքականության գործընթացներին, եթե 21 թվին ասում եք ոնց որ նշեցիք պատերազմի իրավիճակի, անորոշ վիճակի, ամբողջովին քաղաքացին չի ուզում մասնակցի, այս վերջի 8 տարվա մեջ կարող է քաղաքացին ունի այդ նույն մտածելակերպը, բայց ներկայիս ասում է ինչի չմասնակցեմ, երբ որ բոլորը մասնակցում են կամ արդեն ընդունված է, որ պետք է մասնակցեմ կամ ավելի ճիշտ որոշում եմ մասնակցեմ, այո։ Այսինքն մշակույթի ինչքան զարգանում է, այնտեղ տեսնում ենք բանը մասնակիցների աճ։ Նորմալ համ տնտեսությունը, համ մշակույթի զարգացումը, բայց նորից շատ մեծ տոկոս մենք չենք խոսում, միայն 2-ից 3%, այսինքն եթե նայում ենք 10 տարվա հատվածով, կտրացվող, տեսնում ենք, որ կունենք այսինքն 5-ից 6%-ի աճ համեմատած 18 թվին մասնակցության աճը շատ մեծ չի, բայց զարգացող ժողովրդավարական համակարգի համար նկատելի է։ Տնտեսության մասին խոսեցիք եւ Ռուսաստանի կողմից գոնե հարվածներից բավականին ամենաուժեղները կամ ավելի ակնհայտ է հենց տնտեսությանն էր Հայաստանի ուղված, երբ որ արտահանումներ բավականին մեծ քանակությամբ արգելեցին ժամանակավոր կամ մշտապես չգիտենք դեռևս, եւ ի սկզբանե խոսույթը Ռուսաստանի կողմից կամ խոսում էին հենց հայ բիզնեսմենի հետ, հա, որ այ ձեր շահերն են այստեղ խաթարվելու, եթե այս բանը շարունակի քաղաքացիական պայմանագիր շարունակի լինել ուժի մեջ, այս սանկցիաները ազդեցություն որպես այդպեսին ունեցան, որովհետև հենց տնտեսությանն էին խփում, ինչպես որ ասում եք, տնտեսություն որպես շարժիչ ուժ, այստեղ ինչ ասեմ, մենք ոչ մի բացասական արդյունք մեր հարցումների մեջ չենք տեսել եւ շատ ժամանակ եթե ասենք X երկիր ուզում է իր գործընկեր երկրի վրա ազդեցություն ունենա, իրենք պետք է այս տեսակի գործընթացը սկսեին 3-4 ամիս առաջ, որտեղ տնտեսական հետևանքները, արդյունքները քաղաքացին զգում է ոչ թե միանգամից կամ մեկ շաբաթում, այլ ամիսների մեջ։ Այդ առումով այն քայլերը, որ Ռուսաստանը դիմել այն հիբրիդային գործիքներ, որ իրենք օգտագործում են տնտեսական ոլորտում, դա մեկ շաբաթում կամ 3-4 օրում ազդեցություն չունենալու։ Վախի առումով դա ուրիշ մի մոտեցում է, մտածելակերպ է, դա տարբերվում է։ Վախի տիրույթը երկու բաներ է ունենում, արդյունքներ են ունենում։ Առաջինը քաղաքացին ավելի հիասթափվում է քաղաքականությունից եւ ասում է չեմ մասնակցելու, որտեղ ոչ մեկ վախի տիրույթում այդ մոտիվացիան չունի, որ մասնակցի։ Կամ եթե վախը հիմնված է այն հասկացողության վրա, որ անարդար ձևի մեր համար մեզ պատժում են, դա ունենում է հակառակ էֆեկտը։ Այս առումով ինչ որ մենք տեսնում ենք այդ Ռուսաստանի քայլերը կամ չեն ունենալու ոչ մի բացասական էֆեկտ, կամ ունենալու են հակառակ էֆեկտը, որ այն չկոնվորոշված քաղաքացին, որ ասում է ես չեմ ընտրելու կամ երկու կողմի հանդեպ անտարբեր եմ, կարող է բարկացած լինի Ռուսաստանի այս քայլերի համար եւ ասի կհենվեմ իշխող կուսակցությանը, որովհետեւ իմ համար անընդունելի է, որ մենք ոչ մի բան չենք արել, բայց Ռուսաստանը մեզ պատժում է, օրինակ։ Այդ առումով այս Ռուսաստանի վերցած քայլերը կամ կօգնեն
քաղաքացիական պայմանագիրին կամ ոչ մի բացասական Զգալի հետևանք է, չեն ունենա այո իշխող ուժերի համար ընդդիմության համար ոչ մի հետազոտական արդյունք չկա այսինքն փաստեր դատա չկա որ ցույց տա այս տեսակի քայլերը օգնում են ընդդիմությանը եթե ուշադիր լինենք մենք չենք տեսել յուրաքանչյուր ընդդիմության ղեկավար կամ կուսակցություն այս հարցի շուրջ խոսա որտեղ իրենք գիտակցում որ շատ տոքսիկ հարց է չի կարող յուրաքանչյուր հելնի ասի մենք կողմ ենք որ Ռուսաստանը պատժում է մեր երկրին այո այդ տեսանկյունից որպեսի թեզ սա իրանց համար է խնդրի դրա համար իրենք խուսափում են այս հարցի բայց նաև չասեցին եթե մենք գանք այս պատժամիջոցները չեն լինի իրանք բաց չեն ուզում խոսան պատժամիջոցների մասին որովհետև թակարդ է դառնում այդ ժամանակ իրենց կհարցնեն բայց ո՞րն է ձեր դիրքորոշումը կամ իրենք պետք է հելեն Ռուսաստանին քննադատեն որ իրենք դա չեն կարող անել որպեսի պրոքսի դա իրենք խուսափում են այս հարցի մասին խոսալը դա ցույց է տալի որ ընտրական սա իսկապես տոքսիկ է շատ պրոբլեմատիկ խնդիր է իրենց համար շատ բարի ենթադրաբար Ռուսաստանը սա հասկանում է եւ որպես գործիքակազմ ընտրել է այս ուղղությամբ գնալը ինչ նպատակի ծառայեց այս Ռուսաստանը իրենց համար ակնհայտ է որ անդիմությունը պրոռուսական անդիմություն չի հաղթել ընտրությունը իրենք դա գիտեն իրենք իրենց հարցումներն են անում իրենք հագին հետազոտական աշխատանքեր են տանում FSB-ն շատ ակտիվ է Հայաստանում այդ առումով իրենք ուլ չեն իրենք հասկանում են իրականությունը բայց այս քայլով իրենք երկու բան են անում առաջինը ոնց որ նշեցիք այդ վախի տիրույթն են փորձում ստեղծեն երկրորդը իրենք անկայունություն են ստեղծում եւ իրենք կարողանալու են սա օգտագործեն ապագայում կամ 31 թվի ընտրություններում եւ այլն այսինքն իրենց համար սա մտնում իրենց լայն ռազմավարության մեջ որպեսի տարբեր մակարդակի եւ տարբեր հիբրիդային գործիքների մեխանիզմներ են կիրառում այդ առումով եթե իրանք համոզված են որ պրոռուսական դիմությունը պարտվելու է այս քայլերը ավելի իրենց քայլի նպատակը որ խնդիրներ ստեղծեն Հայաստանի ինստիտուցիաների համար խնդիրներ ստեղծեն իշխող կառավարության համար փորձեն ավելի բան անեն հասկանան Հայաստանի դիմակայության կարողությունները ոնց են թե ոնց չեն այսինքն ամբողջ մի համակարգված ճնշման մեխանիզմ է որ ստիպում է կառավարությունը ռեսուրս հատկացնի այդ հարցի շուրջ զուտ հետևանք չունենալու այսօրվա ընտրությունների վրա 21 թվականին շատերի համար չգիտեմ եթե գիտականապես է կամ որևէ ուսումնասիրություն եղավ փաստելու համար բայց հիմնական տպավորությունն էր որ Քոչարյանի շատ մեծ հավաքը հրապարակում շատ որոշիչ իրադարձություն է շատերի համար որը դա կարծիք է մենք փաստեր չունենք այո քանի որ խոսում ենք կարծիքներից այսօր միջև արդյունքներ չտեսնենք կարծիքների տիրույթ ունենք նաև ինչ որ չափով այս ընտրաշավի ժամանակ նման իրադարձություն որ շատերի տեսանկյունից եղավ իրադարձություն փոխող ազդեցություն ունեցող կար չի ասի որովհետև ոնց որ նշեցի 21 թվի այս հապակույտներին Հայաստան Դաշինքը ահագին կարողացավ անցհավաքել իրենց հավաքույթին, բայց ընտրությունը 30%-ով պարտվեցին։ Այս տարի մենք տեսել ենք ուժեղ Հայաստանը փորձեց նույն բանը անի, բայց 2 օր առաջ քաղաքացիական պայմանագիրը իրենց հավաքույթին ավելի կրկնապատիկ մարդիկ էին մասնակցում։ Դա մի շատ փոքր առումով կարող է ազդեցություն ունենալ, որ այն չկոնվորոշված քաղաքացին որի տոկոսը շատ քիչ է կազմում ընտրական դաշտի, որ ասենք համոզված չէ նա մասնակցելու ընտրություններին թե ոչ, եթե տեսնի այդ տեսակի հավաքույթ, որ տեսնի ասենք այդ մակարդակի մոբիլիզացիա եւ ամբողջ շարժումը գնում է այդ կողմ, մի դպրոց կա ընտրական հետազոտական գիտության մեջ, որ ասում է, որ չկոնվորոշված քաղաքացին կմասնակցի ընտրություններին, եթե նա համոզված է, որ նա հաղթող կողմին է քվեարկելու։ Այդ առումով այստեղ այդ փոքր հավանականությունը կա, բայց ես պատրաստ չեմ ասեմ, որ X%-ի դրական կամ բացասական արդյունք է վերելու։ Մեր նախորդ զրույցի ժամանակ էլ նշեցիք, որ հիմնական ամբողջ ընտրարշավը մոտավորապես 4% չկողմնորոշված ընտրողի շուրջ է, պայքարն է եւ հասել ենք իրավիճակի, որ այդ տոկոսները իսկապես էական են դառնալու մեր համար, այնպես որ հետաքրքրական է այս ամբողջ
ամբողջ բանը Ահա, գնում ենք, այո։ Իսկ ընդհակաշարք բաժանելու եւ Ռուսաստանից այսքան մարդ բերելու, որ արդեն փաստված իրողություն է, կարծում եմ, ինչքան էլ որոշ դեպքեր հերքվեն, մեծամասնությունը հաստատվելու են, ինչքան հետևում եմ եւ բավականին մոտիկից, այս պարագան նաեւ ազդեցություն կունենա անձողիվադրական կամ բացասական ամեն պարագայի, ինչպես որ Ռուսաստանի սանկցիաները ավելի միջին Հայաստանի քաղաքացուն բարգացնելու առումով, որ այգգնամ կքվեարկեմ եւ ոչ ձեր համար, կամ այդ քանակի մարդիկ, որ գալիս են իսկապես ազդեցություն ունենալու են ընտրությունների վրա եւ արժեր արդյոք։ Նայեք, եթե նայում ենք անվտանգության տեսանկյունից, իմ պատասխանը տարբեր է, եթե նայում ենք զուտ ընտրական տեսանկյունից, իմ պատասխանը տարբեր է։ Ընտրական տեսանկյունից իհարկե ոչ, այսինքն եթե մոտավորապես վերջի 7 օրվա մեջ Ռուսաստանից կարողանում են 10-20 հազար օրինակ անձ բերեն, դա ոչի բան չի փոխելու։ Ինչ որ վերաբերում է համակարգված կաշառք բաժանելը նորից դա խոսում ես մաքսիմալ մի քանի հազար ձայն կարող են ապահովեն, բայց այդքան ջանք թափելով փող ծախսելով եւ այլն, այսինքն այս մոդելները չեն աշխատում։ Ինչու վտանգել ուրեմն։ Անվտանգության տեսանկյունից ինչու անեն։ Չէ, ինչու իրենց ընդարշավը վտանգեն իրենց կուսակցության որովհետև երբ որ ժողովրդավարական կուսակցությունները չեն, իրենց աշխատելու մոդելը հիմնված է այդ դրամաբանության վրա։ Երկրորդ իրենք հասկանում են, որ իրենք սահմանափակված են, այլ չեն կարող ձայն հավաքել, դրա համար դիմեն այդ մեխանիզմներին։ Դա է իրենց քաղաքական դպրոցը։ Դրա համար այս ժողովրդավարական արժեքները շատ մեծ դեր չեն տանում իրենց ռազմավարության մեջ։ Բայց ձեր հարցին պատասխանեմ ինչու են անում կամ ինչու է Ռուսաստանը ձեռք բերել այս աշխատանքը, եթե գիտակցում են մեկ շաբաթվա մեջ այդ 20, 25, 30 հազար ձայները կլինի Ռուսաստանից բերեն, կլինի կաշառքով եւ այլն, եւ դա ոչ մի բան չի փոխելու։ Անվտանգության տեսանկյունից, երբ որ մենք շատ ենք խոսացել ապահիդրիդացման տեսանկյունից, սա ուրիշ մի խնդիր է ստեղծում եւ դրա համար իրենք անում են։ Սա մշակութային հակամարտություն է ստեղծում, ոնց ենք, ասենք, տեսնում մի ժամանակ Ռուսաստանը կամ այն դերակատարները, որ իրենց կաշառքներին կատարում, փորձում էին հայաստանցի, ղարաբաղցի եւ այլն այդ մշակութային հակամարտությունը ստեղծեին։ Հիմա տեսեք, մենք արդեն տեսնում ենք հայաստանցի եւ ռուսահայ մշակութային հակամարտությունը, որը շատ վտանգավոր է։ Անգլերենով ասում են culture wars։ Ռուսաստանը Միացյալ Նահանգներում ահագին իրենք աշխատանք են տարել, դերից շատ կարևորը հզոր հիբրիդային գործիքներից մեկն է։ Եվ տեսնում ենք նույն բանն են անում Հայաստանում, որ ոնց որ դուք նշեցիք, շարքային քաղաքացին կարող է բարկանա եւ վիրավորվի, ասի ինչի է այս ռուսահայը, օրինակ այս ռուսահայերը, որ տարիներով Հայաստան չեն մեկնել, միանգամից գալի, անում են ինչ որ անում են եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ դա արդեն սկսում է հակամարտություն, այո, սա սկսում է խնդիր։ Ուսում են բաժանվել մենք եւ նրանք եւ դա շատ ուշ մանա մտահոգիչ պահ է Ռուսաստանի նպատակը դա է քաղաքացին քիչ թե շատ մեկուսացած է մնում իր քաղաքացիության մեջ եւ արցախահայերի հետ, ռուսահայերի հետ, սփյուռքի հետ անընդհատ բախման մեջ է մնում։ Ինչին են գալի, հենց ձեր հարցին եմ պատասխանում, ընտրական արդյունք չունենալու այս քայլերը, որ իրենք դիմում են, բայց Ռուսաստանի տեսանկյունից սա թույլ է տալի իրենք հիմնավորեն մշակութային հակամարտության հիմքը, որը կտեսնենք 2 տարի հետո, 3 տարի հետո կամ 31 թվականին ինքը սա զարգացնեն, ավելի մեծ խնդիր ստեղծեն մեր համար։ Դրա համար անվտանգության տեսանկյունից սա ամբողջ մի տարբեր ռազմավարություն է։ Ընտրական տեսանկյունից ամբողջ մի տարբեր ռազմավարություն է։ Ընտրական առումով, ոնց որ նշեցի, արդյունքը շատ մինիմալ է լինելու, բայց անվտանգության տեսանկյունից հավանականություն շատ բարձր է, որ սա կարող է լուրջ խնդիր դառնա 3-4-5 տարի հետո։ Իսկ անվտանգություն, քանի որ նշեցիք, շատերը ունեն մտահոգություն հետ ընտրական շրջանի հետ կապված, նաև պայմանավորված բավականին օդանավակայանի ընտրողների հետ կապված նման մտահոգություն տեսնում եք։ Այդ մտահոգությունները միշտ կան, որովհետև հասկանում ենք, որ պատահական չէ, որ Ռուսաստանը այդքան ռեսուրս է հատկացնում, որ ստեղծի այն անկայունությունը, որի հավանականությունը կա, բայց ասենք ընտրության արդյունքները կորոշեն, եթե լինելու է այդ տեսակի բաներ, թե ոչ։ Եթե այսինքն X կուսակցություն հաղթի 30
30-35%-ով հաղթանակի շատ լայն լինի, այդ ժամանակ հավանականությունը ավելի քիչ է, որ այդ տեսակի բաներ կլինեն, բայց ավելի սահմանափակված, բայց թե ընտրությունները մոտիկ լինեն, օրինակ Մոլդովայի նման, այդ ժամանակ շատ բարձր է հավանականությունը, որ մենք տեսնելու ենք անկայունություն եւ այն տեսակ մտահոգությունները, ոնց որ դուք նշեցիք։ Եվս մեկ հարց այսօրվա նայած ընտրությունների արդյունքում մենք կձևավորենք տարբերակները, որոնք են, որ բացարձակ կառավարություն կձևավորի քաղաքացիական պայմանագիրը, նաև ունենք տարբերակ, որ կլինի նման ազգային ժողով, որը որոշում կայացնելու հնարավորություն շատ քիչ կունենա, որովհետև ինչպես տեսել ենք ընդդիմություն ղեկավարություն իշխող կուսակցություն բախումները ազգային ժողովում վերջին 5 տարում բացարձակապես կառուցողական չեն, այսինքն կունենանք ազգային ժողով, որը գրեթե պարալիզացված է եւ չի կարող աշխատել, նայած օրենքների եւ որոշումների հետ կապված, այո, մեծ մասամբ եւ մանավանդ քանի որ ունենք այսօր constitutional referendum, այսինքն հանրաքվեի խնդիրը, որը իսկապես մեծ խնդիր կարող է դառնալ, եւ արդյոք ունենք երկրորդ փուլի հավանականություն։ Նայեք, մեր հարցումների արդյունքները ցույց են տալի, որ երկրորդ փուլի հավանականությունը շատ ցածր է։ Չենք ասում բացառվում է, բայց համատական մասշտաբով ցածր է։ Քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն 50+1% ապահովելու հավանականությունը ամենաբարձրն է ներկայիս։ 2/3 մեծամասնությունը այդ մանդատները, որ կարող են ապահովեն, որ արդեն թույլ կտա լուծենային խնդիրները, այո, սահմանադրական մեծամասնությունը դրա հավանականությունն է, հա, այսինքն սահմանադրական մեծամասնության հավանականությունը ավելի բարձր է, քան երկրորդ փուլ գնալու։ Բայց տոկոսային հարաբերությունով ամենաբարձր հավանականությունը, որ մեծամասնություն կհավաքեն, բայց կարող է սահմանական մեծամասնություն չհավաքեն։ Այսինքն այս բոլորը որոշվելու է ձայների քանի տոկոսն են փոշի անում։ Եթե օրինակ քաղաքացիական պայմանագիրը 55%-ի հասնի, այդ ժամանակ եւ եթե ունենանք մոտավորապես ձայների 17-ից 20%-ը փոշիացվում է, այդ ժամանակ սահմանական մեծամասնության հավանականությունը շատ բարձր է։ Եթե քաղաքացիական պայմանագիրը 55%-ից քիչ ապահովի, 51, 52, 53, այդ ժամանակ սահմանական մեծամասնության հավանականությունը նվազում է եւ հավանական է, որ դա չի լինի։ Շատ բարի, դեռևս այսքանը, օրը շարունակում է ընտրությունները ընթացքի մեջ են, IVN-ը շարունակում է հետևել ընթացքին, մեր կայքեջը շատ ակտիվ է, ցավոք սրտի երբեմն միայն անգլերենով, մեր նորությունները փոխանցում ենք, բայց զրույցները նաև կլինեն հայերեն, հետևեք IVN Report-ին եւ շնորհակալություն։